Իմաստության պտղի մասին։ Հարց. Որն էր բարու և չարի իմացության պտուղը։ Պատասխան. այն զգայական և ուտելի պտուղ էր, և ինչպես կենաց պտուղը անմահության պատճառ էր, իսկ մնացած պտուղները լիության, սա էլ բարու և չարի իմացության պտուղն էր, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նյուսացին։ Դարձյալ Սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասում է. բարի պտուղ էր գոյացած բարի Արարչից և ըստ իր ուտելու ժամանակի բարի էր մյուս պտուղների նման, սակայն տարաժամ և առանց հրամանի ուտելը նրան չար դարձրեց։ Ոմանք էլ ասում են, թե մինչև այդ պտղի ուտելը Ադամը բարին գիտեր փորձով, իսկ չարը գիտությամբ, իսկ երբ կերավ, իմացավ չարը փորձով, իսկ բարին գիտությամբ։ Սա է բարու և չարի իմացությունը։ Ոմանք էլ ասում են, թե այն բարու և չարի պատճառ էր ոչ թե ինքըստինքյան, այլ օրենքով, որովհետև եթե հնազանդ լիներ օրենքներին, կլիներ բարու պատճառ, իսկ քանի որ չհնազանդվեց, եղավ չարի պատճառ։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասում է, թե յուրաքանչյուր ծառ բոլորի ուտելիքն է խորհրդանշում, ինչպես մանուկների կաթը հավատի պարզ գիտությունը։ Իսկ գիտության ծառը կերակուր է կատարյալ մարդկանց համար, որ իմաստությամբ կատարյալների բարու և չարի ընտրությունն է։ Իսկ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, թե բարին երկուսն է, մեկը պարզ է և զուտ բարի է թե ներքուստ և թե արտաքուստ, ինչպես առաքինությունը, հոգևոր գործերը, որոնց հրամայված է մերձ լինել, իսկ մյուս բարին խառն է և կեղծ, ինչպիսին աշխարհական բարին է, որը գույնով և արտաքնապես բարի է, մինչդեռ ներսից քողարկված չարն է։ Սրանից մենք պետք է հրաժարվենք և չմոտենանք, որովհետև այդպիսի բարին մահվան առիթ է դառնում։ Հայաստանյաց առաքելական Սուրբ և ուղղափառ եկեղեցու եռամեծար վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացի։ Ահա այսպես մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները համադրելով ստացանք մի հիասքանչ բացատրություն, որի համար շնորհակալ ենք իհարկե մեր եռամեծար վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացուն։ Սուրբ Գրիգոր Տաթևացու բարեխոսությունը ամենքիս հետ լինի։